Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կամ ինչ է սա, մեր հետ ասա, ով է սա, տանք է սա, Ընկեր լինենք նույն հուզմունքի, համոզմունքի, նույն ճաշակի, դրոշակի, բայց ոչ ընկեր, լոկ բաժակի։ Ընկեր Գևորգյան ջան, ձեր թանկ կենացը, այս թանկը լավ չի։ Ռիմա։ Լսում եմ Կորյունանուշավանիչ։ Ռիմա, Գևորգյանի մականունը ոսկի է։ Դու որստեղ գրել ես թանկ կենացը, սեղանի շուրջ որ ասեմ, կարող է այդ մարդը մտածի, որ իրան վիրավորում եմ, նեղանա։ Նենց որ այդ թանկը փոխարինի, օրինակ, ազնիվ բառով, քո ազնիվ կենացը, լավ։ Կորյունանուշավանովիչ, բայց ազնիվ ասելով էլ կարող է մտածել ոսկին նկատի ունենք։ Որպես ազնիվ մետաղ։ Բա ինչ բարբանում է, փոխի, Ռիմա, Գևորգյանին փոխի, տեղը դիր Առաքելյան։ Առաքելյան ով է։ Առաքելյանն էլ նախարարի մյուս օգնական, նա հիմա իրա կենացը կխմեմ, տարբերություն չկա։ Շատ լավ։ Կորյունանուշավանիչ, ուզում էի հարցնել, այս ամենը թաղումով է վերջանալու, թե հարսանիքով։ Նա ինչ հետարքիր հարց տվեց։ Նա է։ Թաղում թե հարսանիք պաստորեն։ Դե ես նկատի ունեի ձեր աղջկան ամուսնացնելու եք այդ տղայի հետ, թե այդ տղային թաղելու եք։ Ռիմա ջան, դրան տեղը ցույց տամ, թե շենքի հատակագիծը տամ։ Լավ տրամադրությունով եկել եմ, աշխատում եմ իմ համար, քո ինչ գործն է, պսակելու եմ, չեմ պսակելու, ամուսնացնելու եմ, չեմ ամուսնացնելու, գնա գործերով զբաղվելի։ Կորյունանուշավանիչ, ես ամեն դեպքում ուզում եմ ասել, եթե ուզում եք փորձել ձեր փեսային, ապա անպայման ստուգեք նրա անձնական իրերը, մարդու անձնական իրերը այնքան բան կարող են պատմել այդ անձի մասին։ Ռիմա, աչքերս բացեմ էլ ստեղ չլինես։ Գնա։ Յասի գնա բայ։ Ափսոս մամայիս վերջին խնդրանքներ քեզ ստեղ պայելը։ Մերս չելներ նոր է քեզ ռադար ես տեղից։ Ինչքան կարելի է ամբար զամբար խոսալ։ Բայց այդ անձնական իրերի պահով խելացի բան ասում, հա։ Այս Ռիման մեկ-մեկ լավ բաներ ասում, հա։ Սիմայելը շուտ արի ես կազանական սիլկել շուր այգել ոտիս օգնի բարձրացնեմ։ Կորյունչիկ, նոր քերիս էր զանգել, մեզ հրավիրում է իրանց տուն խաշուտելու։ Նյա, ես ինչ լավ բան ասիր էդիտա, էլի խաշի տոտիկները, օղին ու ջրեղենը մենք ենք հետները ստանելու, համեկ էլ բողկը։ Բայց ինքը ասեց, որ այս անգամ ամեն ինչ կա, չնայած ասեց նավսյակի Զանգի քերուտ ասա, շատ զգացված ենք, բայց չենք գա։ Բայց սիրելիս, ախր մեր բոլոր բարեկամները այդ օրը քերիս տանն են լինելու։ Սիրելիս, հենց մի արա, որ ձեր բարեկամները երկու օրից մեր տանը չհավաքվեն ու շատ տխուր առիթով։ Չկվ։
Սիլվա ջան, զգուշ։ Կամաց։ Լավ էլի պապի տղամարդ չես։ Դիմացի էլի։ Աբա ոնց։ Դե ուրեմն դավա ինչքան ուժ ունես։ Քեզ տենամ Սիլվա, քեզ տենամ ազիզ։ Պապի ջան։ Վերջ։ Դու չլինեիր ես ինչ էի անելու, հեկլերիկս։ Մանուկ, ինչ որ բան է եղել։ Չէ, ոչ ման։ Ինչ է, ջան։ Ոչ ման, պապա ջան։ Մոլադեց։ Ինչ է մալադեց, է։ Դու Սիլվան էլի։ Դե գիտես։ Փաստորեն Սիլվային Ինչ է Սիլվային։ Կաշանակա սիլկեն ընկել էր ոտից, Սիլվան օգնեց, դրեցինք տեղը։ Դե հայ, ես ուրիշ բան չէի մտածում, տենց էլ պետք է լիներ։ Ալո, Պրիվետ մանեջեր, ոնց ենք? Սպաղված ես? Լավ դե, ոչինչ, արի մի բան անենք, մի ուրիշ անգամ հանդիպենք, հա? Ուրիշ անգամ էլ ես զբաղված? Լավ, դե, բայց ինչ գիտես, մի ուրիշ անգամը երբ է լինելու, որ զբաղված ես, հա? Ալո, Սանջատոց է։ Այդ չստացված Կազանովա։ Ով է չստացված Կազանովա։ Մեդ ես է իրան սրում ապեր։ Հա, Ես լսեցի, ավելի ճիշտ տեսա։ լավ, հեսա քո մոտից զանգեմ, որ համոզվես, որ ես է իրան սրում։ Ալո, մանեջան չէ, ոնց գցում բռնում եմ չեն կարա հանդիպենք, հա, շատ եմ զբաղված։ Հա, դե մի նեղացի, մյուս շաբաթ մի բան կանենք կտենենք իրար։ Հա, պայման, լավ։ Մանեջան, երկրորդ գծով զանգը գալիս, ես քեզ հետո կզանգեմ։ Հա, հետո։ Բայց ինչ։ Ինչ։ Ուղղակի այսօր իսկապես բան է։ Ձև բռնողների միջազգային օրն է։ Դու ստեղ, պապին ընդեղ։ Պապին ինչ արել էր։ Սիլվայի ճուլանից դուրս էր գալիս, մեկ էլ տեսա, որ ես նայում եմ, ձև բռնեց իբր իրա ու Սիլվայի մեջ ինչ որ բան է եղել։ Հալասա, մեծ մարդ ես ամոտ չես անում։ Այլի, մեծ մարդ ես, ամոթ չես անում։ Ապեր, դե, ես կատակ էի անում, ման չան։ ասում։ Ինչ կատակ եք անում։ Ես պատմեմ։ Ուրեմն ես պապիտ ավելավա Սակոյի պատմությունը պատմեմ։ Ուրեմն ես Սակոն, արի կպատմեմ ես։ Ես ինչ բարձր տրամադրություն ունեք, Անուշիկ ջան, ինչ է եղել։ Ուղղակի Մանուկը շատ հետաքրքիր պատմություն նոր պատմեց։ Դե շատ լավ է, ոնց որ պետքա
պայել, շարունակել այդ բարձր տրամադրությունը։ Ասում եմ, վաղուց երկար ժամանակա տենց իրար հետ տեղ չեք գնացել։ Այսօր գնացեք մի հատ ռեստորան, սրճարան, նստեք իրար հետ, լավ ժամանակ անցկացրեք, ուրախացեք եկեք, հա։ Սրտներով չի։ Չէ, սրտերով սա ուղղակի Մանուկ ջան, եթե փողի խնդիր կա, ես կտամ, հաշ չկա, Աշի ջան, դու դրա մասին մի մտածի։ Չէ, տենց խնդիրեր չկա։ Բա ինչ է սրտներով չի։ Չէ, պապ ջան, ամեն ինչ էլ մեր սրտով է, ուղղակի ես այսօր գործեր ունեմ։ Թող մնա վաղը կգնանք, ինչ խնդիր կա։ Չէ, ես ես դրա համար էլ ասում եմ, բալես։ Դու շատ ես աշխատում ու շատ ես հոգնում, քեզ հանգստանալա պետք։ Դու այնքան ես աշխատում, մեկ-մեկից թվում է այն բանը դու ես ասեն։ Աշխատել։ Ճիշտ ասած, տենց չի, ասում սովորել, ու դա Լենինն է ասել։ Իսկ աշխատել, Մանուշիկը ասեց։ Ու պապ, դու շատ ճիշտ ես ասում, ինչի ժամանակ կորցնենք, հենց այսօր էլ կգնանք։ Ու շատ շնորհակալ ենք, պապ, որ դու մեզ նման հնարավորություն ես տալիս։ Բարի ժամանց, բալես։ Լենինն է ասել։ Հաստատ քեզ անձամբ ասած կնա։ Ինչ եղավ այդ խաշը Սիլվա։ Արդեն պատրաստ է։ Խնդրեմ։ Այս մի ժամը կոֆե ես, հա դնում։ Այս կարող է հոգնել ես այս տանը աշխատելուց Սիլվա։ Եթե տենց է, ասա իմանանք։ Էջիտա, ասում եմ մի քիչ շատ չես քո վրա վերցնում, ֆիգուրը շատ լավն է, կարող է այդ ծանրությունից փչանա։ Չհասկացա, պապա։ Ուրեմն ես իմ տան աշխատողի վրա իրավունք չունեմ, հա, ջղայնանամ։ Ոչ, այ երբ կգնաս քո տանը կապրես, այդ ժամանակ քո տան աշխատողներին նկատողություն կանես, իսկ Սիլվան իմ աշխատողն է, նեսմեյ, ջոկ։ Շնորհակալություն իմ սուպերմեն պապի ջան։ Անդե գիտես Սիլվա ջան, ես քո համար ամեն ինչի պատրաստ եմ։ Այժի։ Պապի։ Ասեմ ավելին, յուրաքանչյուր հարցում պատրաստ եմ քեզ օգնել։ Վագրիկս։ Գնամ են չուլանը կարգավորեմ։ Չէ, այստեղ հաստատ մի բան չի։ Աչքիս կորին ինձ ուզում աստուգի, բայց թե ինչն է ուզում ստուգի չեմ հասկանում։ Այդ հաստատ է, որ ուզում աստուգի, մանավանդ որ զոռով ուղարկում է ռեստորան։ Բայց ինչն է ուզում ստուգի։ Դե ինչ կարևոր է ինչ։ Կարևորը որ դու քեզ շատ նորմալ պահես։ Հա, ու հաշիվը փակելուց ամեն անգամ նման զուգանուն չգնաս։ Չէ, այդ չի ուզում ստուգի, ինքն է փողը տալիս։ Այդ արդեն շատ լուրջ է։ Եթե Կորյուն Անուշավանիչ ինչ-որ մեկին փող է տալի, դրա դիմաց հաստատ ինչ-որ մի բան վերցնում է։ Հենց որ եթե ինքը քեզ ուզում է փող տա, ուրեմն կարևոր ստուգում է։ Ես պատրաստ եմ։ Տեսնեմ։ Նո։ Շատ։
Յա, այսօր չեք գնացել բալես։ Հիմա արդեն դուրս կգանք, պապ ջան։ Բայց մի տեսակ հավատս չի գալիս, որ դու հանգիստ թողնում ես, որ մենք գնանք ռեստորան։ Ձերուտը։ Մինչև ծնող չդառնաս, ծնողին չես հասկանա, բալես։ Համ էլ ես ուզում եմ, որ դու մի քիչ հանգստանաս այդ աշխատանքից հետ։ Դե ինչպես ասում են, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, պապ։ Ուրեմն դու էլ կարաս չաշխատես, կրսավից։ Չէ, Մանուկ։ Դե հա, սրանից ավել էլ ինչ գեղեցիկ է։ Այ, նայի գործից հասկանում է։ Լավ, չափազանցնում եք։ Դե բանը, գնացինք Մանուկ։ Գնացինք։ Մի րոպե։ Փողը։ Ես 5000-ը վերցրու բալես։ Հաշիվը փակելու ժամանակ որ գա, կտաս Մանուկին թող ինքը փակի հաշիվը։ Բայց կարող է քչություն անի։ Ստե ինչքան է։ Արս 200,000-ն էլ վերցրու, կարող է քչություն անի։ Կտաս Մանուկին, թող Մանուկը փակի։ Մանուկ, գումարը թողել եմ Անուշիկի մոտ։ Անուշիկ, Մանուկը գիտի, որ ես գումարը թողել եմ քո մոտ։ Դե գնացեք երեխեք։ Պապ, դու ուստեղ ես մնում։ Հա, չէ, գայս եմ։ Արա գնա է։ Ման, բայց ասա որ քեզ համար գեղեցիկ վերնաշապիկ եմ գնել։ Դե հա, մերսի։ Լարված ես։ Հա, չէ, ուղղակի այնքան իրար հետ տեղ չեն գնացել, որ հետ եմ սովորել։ Նույնիսկ չեմ հիշում, մատուցողներ մեզ մոտենում, թե մենք մատուցողներ։ Արեցես։ Ես արդեն որոշեցի։ Գեղես ես հիմա մեկ մտնեմ զուգարան կգամ, հա? Սակո։ Ասա բեր։ Ամեն ինչ պարզ է, Կորին ուզում է իմ դուխը ստուգի։ Ինչ իմացար։ Ես մեր կողքի սեղանին երկու հատ լեպեր շլակոտ անստած, իրանց վատ են պահում, ուղղակի հիմա չգիտեմ ինչ անեմ։ Ինչ պետք է անես, գնա ու դրանց մեջտեղից կիսի։ Սակո ես կարող Անուշիկին վերցնեմ գնամ ուրիշ տեղ։ Դժվար Մանուկ, այդ քո շանսն է հերոսանալու։ Գնա ու ինչ չվրջ գաստու, դրանք են համոզվեցին, որ դու խտեղն հա, կթողեն ու կգնան, դավայ։ Ճիշտ ես ասում։ Հա, երևի տենց էր կանեմ, լավ։ Իսկ լակուտները ներվես վրա ազդում են։ Կյանքս, բայց առանձնապես ոչինչ չեն անում։ Անուշիկ ջաներ ինչ անեն, չեն տնում աղջիկը նստած ինչ են հրռում։
Լավ, չափազանցնում ես։ Զրուցում ուրախանում են։ Կներես կյանքս, բայց ես ինձ չեմ կարա թողեմ։ Ման։ Սպասես ես կամ հանգստաց։ Ապա տենում եք աղջկա հետ նստած եմ, չեք կարում ձեզ մի քիչ կորեկտ բայեք։ Նորմալ է, ցավը տանեմ։ Գնա ընկերուհուդ տանի անգիստ նստի։ Ոնց որ ինձ չհասկացա։ Մերնեմ ջանիդ, նենց հավես չկա պրոբլեմի։ Գնա էլի աղբեր, գնա կոֆետ խմի, կամ ինչ ես ուտելու, գնա քերա աղբեր։ Դուք չեք ուզում, լավով հասկանաք։ Բա ինչ ես ուզում մեզանից, գնա հանգիստ նստի ընկերուհուդ հետ ի։ Երկու ժամ ասում եմ ինչ եմ ուզում, չեք ուզում հասկանաք ես ինչ եմ ասում։ Այ ջահել, ինչ ես ուզում մեզանից։ Հա գնա ստեղից չես ջոգում, որ հավես չունեք գլուխը ջարտելու։ Գնա։ Եթե ես տորով շարունակես, ես եմ քո գլուխը ջարդելու։ Աղբոր պես, արա հավես չկա թազա թեմաների։ Ցավը տանեմ, գնա ստեղից, մենք կաշխատենք ցածր կծիծաղենք։ Լավ։ Ճաշակյադա։ Գույներ են։ Ես գիտեի, որ մի բան են չի։ Այ անուշիկ, անուշիկ։ Կարեսի լրի մանկա։ Շնորհակալություն։ Սրանց նմաններին սենց է պետք անել, թե չէ որ թողես իրանց շատ բան կարան տուլ տան։ Մանուկ, ես հպարտանում եմ քեզնով, բայց կարծում եմ սրա կարիքը չկար։ Կար, կյանքս կար։ Ոնց որ ես լավ չհասկացաք, հա։ Լսի, դու լրիվ չափերը տանցար արդեն, այ բլոճ։ Ո՞վ է բլոճը։ Դու արդեն մեռանորից Սակո շուտ արի ասի մանուկը կռիվ անում։ Անուշիկ ջան, մի անհանգստացի։
Ամեն ինչ նորմալ է։ Ինչն անորմալ է, սեր կողքով կսպանեն։ Դու հանգիստ եղի։ Preamble to mating, the males have got to center on different things, like who gets the Ասա girl. ռիմայից մինչև այսօր ով է խերվել որ Strange ritual. Իզորել ուղարկեցի ռեստորան։ Ինչ կա, պապ։ Լոքս բալես։ Ես ինչ է։ Անուշիկ ջան, այս ճանապարհին իրան խելոք չի բայել, որոշել ես դաստիարակ, ես։ Լավ էլի պապի։ Ես ինչ ա եղել։ Պապ, երկու հիմարներ մանուկին ծեծեցին։ Այսինքն ես քաղաքում մարդ կա, որ իմ աղջկա ներկայությամբ կարամ մարդ ծեծի, են էլ իրա հետի մարդուն։ Այդ տղաները ինձ չէին ճանաչում։ Այ կորոնա։ Ինչ ա եղել, մանուկ։ Շավանիչ, ռեստորանում նստած էինք։ Այ, այդ գիտեմ, ինչ ենք ես գունավորել սենց։ Իրանց լավ չէին պահում, գրեիք ծիծաղում էին, աշնորք էին պահում, ես էլ աղջա անդուրժեցի Անուշիկի ներկայությամբ նման պահվածք։ Մալատեց մանուկ։ Լավ Զակո տարնջասենյակ թող հանգստանա։ Իսկ ես տեսնեմ հələ ով են այդ ուժեղները։ Չէ, պետք չի ոչ մի բան անել, Կորին Անուշանց, ինչ-որ պետք է ես իրանց ասել եմ։ Արա բոյդ համապատասխան խոսայի Ռեմբո։ Լավ էլի պապա թարգի։ Յաբը Լարսակո, գնացեք բալես։ Գորյուն, այս տղեն ոսկե տղա է երևում, հա։ Չագուչ, որտեղ ես։ Թաղման ես։ Հա, թաղում ես։ Ում։ Հա, լավ ես անում։ Դե որ Մասիսից հետ գաս կմտնես խանութից իմ սիրած շոկոլադից կբերես։ Մեկ էլ արի որ առաջիկա թաղումների գրաֆիկի հետ ծանոթանաս։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղից չկա փախուստ, ով կա մինչ է սա մեր հետ ասա, ով է սա, տանք